Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալում իրավիճակն էլ ավելի անկանխատեսելի է դառնում։ Հեռուստասերիալում նկարահանվող դերասանները պարբերաբար նոր տեսանյութերով ու լուսանկարներով են կիսվում հեռուստասերիալի նկարահանումներից։ Նշենք, որ հեռուստասերիալի նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է։ Ինչպես երևում է հերթական սերիաներից, հանգուցալուծումն այդքան էլ մոտ չէ։ Դավիթն ու Մարիան դեռ չեն փորձում հասկանալ իրար։ Յուրաքանչյուրն ունի իր ճիշտը, որը պարտադրում է մյուսին, սակայն այդպես էլ որևէ լուծում չեն գտնում սիրող սրտերը, որպեսզի կարողանան միանալ իրար։ Դավիթն ունի կասկածներ և, բնականաբար, ինչ-որ տեղ նաև վիրավորվածություն Մարիայից։ Սակայն յուրաքանչյուր պահի Դավիթը գաղտնի Մարիայի կողքին է ու յուրաքանչյուր վտանգի դեպքում նա փրկում ու օգնում է Մարիային։ Ռաֆն էլ իր ուզածին է հասնում, հայտնվում է այն դեպքում, երբ Մարիան դրա կարիքը չունի կամ չէր էլ սպասում, ու միշտ Դավիթն ականատես է լինում Ռաֆի ու Մարիայի հանդիպմանը։ Այս անգամ Ռաֆը իր ոտքով չէր եկել Մարիայի տուն, այլ նրան հրավիրել էր Նոնան։ Թե ինչն է պատճառը, որ Նոնան որոշել է կրկին հանդիպել Ռաֆի հետ ու ինչու է փորձում Ռաֆի հետ մտերմություն անել այն բանից հետո, երբ վերջապես նա գտել է իր որդուն ու կարծեք թե պետք է երջանիկ լիներ ու սպասեր որդուն իր տանը տեսնելուն, նա փորձում է Ռաֆի հետ հանդիպել, որին ականատես է լինում Ռուբենը։ Ինչ պատասխան է տալու Նոնան Ռուբենին, ինչու է Ռաֆը հայտնվել իրենց տանը։ Տատիկն էլ շատ գեղեցիկ ձևով Նոնային ցույց տվեց իր տեղն ու ասաց, որ Մարիային կպաշտպանի ամեն գնով։ Դե հուսով ենք շուտով կբացահայտվեն շատ հետաքրքիր գաղտնիքներ, բայց մինչ այդ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը և տեղեկանալու նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների մասին։ Բարև բոլորին, այսօր շատ լավ օր է սկսվել, շարունակվում, հուսով եմ տենց էլ կավարտվի, մի քանի հանդիպում եմ ունեցել, շատ պրոդուկտիվ, հավես, նոր բաներ կան, որոնք իրագործելու համար են այդ հանդիպումները ու վստահ եմ, որ շատ շուտով թույն բաներ են լինելու, որոնց մասին դուք իմանալու եք։ Բացի դրանից նաև ուրախ եմ, որովհետև նոր երգս արդեն համարյա թե պատրաստ է, վերջին շտրիխերն են մնում, այնպես որ լիքը նորություն է գալու ձեզ համար, պատրաստվեք։ Ես պրոստը չեմ հավատում, էս ինչ է, չեմ հավատում, Հայկո նայ չայրը բերելա, որ նայենք որն ենք։ Սենց է լինում, երբ ընկերներդ բացում են նոր թույն հաստատություն, բայց կարևոր ինքը նոր է դեռ օֆիցիալ բացված չի, ինքն էլ տեղերը լավ չգիտի ու չգիտի ինչն ինչոց է։ Իսկ ձև բանը թեյեր ունեք Մի հատ խնդրում եմ նայեք այս մենյուն, ժողովուրդ։ Սա իրական արվեստանոց է, հասկանում եք, այս ինչ ֆանտաստիկ տեղ է։ Մեկը կաթնայի արվեստանոց, էջը թողում եմ, այստեղ հետևեք, այստեղ թույն իվենթներ են լինելու, այստեղ շատ թույն ատմոսֆերա է, այնպես որ կարող եք ձեր ընկերների հետ, ձեր մտերիմների հետ լավ ժամանակ անցկացնելու, լավ մյուզիք լսելու ու Գիշերը պաչտի չքնած, եկել եմ նկարահանման, հուսամ, եսից այն աշխար չեմ գնա, սցենարով չկա տենց բան գրած, ժվոյ կյանքում էլ չգնամ։ Այսօրվանից չիմադանով տեղափոխվել եմ TV ու հայտնագործություն եմ արել։ Լավ, հայտնաբերել եմ այն փաստը, ոչ թե հայտնագործել եմ, որ սուրճի ապարատը TV նաև ստանում եմ Apple Pay-ով, да, քարտով, очень приятно։ Մարդկա սաստում է նախոր story կնոջով, որ անկապ խոսում էր, մարդիկ էլ կան ոգևորվում են և ինձ ավելի շատ են խրատում։ Ոյ շատ ձևերի մեջ ես խոսում, մի քիչ համեստ եղիր։ Ես, եթե համեստ չեմ, ըստ ձեզ, ինչ ասեմ։ Էս եմ ես, կարական ֆոլով լինենք։ Ես պիտի ֆիքսեմ այս պահը, խնդրում եմ։ Ես մենակ ես սումկով եմ ման գալիս, ինքը իմ սումկեն ուսից
լսել Իրանը։ Վատքերով խաչեր եմ անում, գնում եմ, գնում։ Ժամը 11 անցան, ես հիմա պետքա գնամ հասնեմ հեռավոր մի տեղ, որովհետև երեկոյան պետքա ծնունդ շնորհավորեմ, իսկ թե ում ծնունդ եմ շնորհավորելու կտեսնեք հաջորդ ստորիում, ու ես դեռ առավոտյան շատ շուտ աշխատանք եմ սյոմկայեմ, թույն, պերֆեկտը։ Վահեն որոշել ենք նորմալա նորմալ չի թրենդը նկարենք զույգերի միջև։ Նորմալա, որ զույգը գնում է ռեստորան ու աշիվը փակում են 50-50։ Ոչ։ Ոչ։ Նորմալա, որ աղջիկը կարճ շորիկներ եւ կաներ շորտիկները հագնում։ Շատ։ Նորմալը։ Նորմալա, որ զույգերի մեջ աղջիկը ավելի շատ գումար աշխատի։ Այո։ Նորմալը։ Նորմալա, որ տղան աղջիկան օգնի տան գործերի հարցում։ Այո։ Այո։ Նորմալա, որ զույգը առանձին գնա հանգստի։ Ոչ։ Այո։ Սկզբում երբ նոր նկարվում ու ինձ հարցնում էին Լիլիթի կերպարը ինչով է նման ինձ, ես ասում էի, որ մենակ արտաքինն է, որովհետև Լիլիթը շատ քայլեր էր անում, որը որ Սյուզին չէր անի։ Բայց հիմա Լիլիթը գնալով նմանվում է Սյուզիին։ Այսպիսի տուն եմ ուզում ես։ Չէ, շատ բան է, կոլորիտն է իրականում ես մեր սյոմիչնի գրուպայի տունը։ Խապլան։ Բաբկենին իմիջալոց շատ եք սիրում, ժողովուրդ ջան։ Հիացեք Բաբկենը։ Վայ, են մարդը, ով որ մեզ գեղեցկացնում է, բարև Սեդա ջան։ Բարև, ոնց ես, լավ ես։ Լավ։ Իպր իմացել ես, չէ, գիտես խնդիրներ ունեմ։ Դե ինչ, մեզ լավ որ եւ բարի ախորժակ։ Ես չհասցրեցի նույնիսկ լինել առաջինը, ով ձեզ կասի, որ շուտով 40 վայրկյանները վերադառնում են նոր ձևաչափով, այնպես որ քանի որ դուք շատ էիք սպասում դրան ու շատերը իմ էջին հետևում են հենց այդ էջի համար, այդ հաղորդումիկի համար, շուտով լինելու է 40 վայրկյաններ նոր տարբերակով, այնպես որ սպասեք, հետևեք էջին, ակտիվ եղեք։